Ով է հայկական ղափամայով 2 օրում 4 միլիոնից ավելի մարդու ախորժակ գրգռած այս աղջիկը։ Լիբանանցի 26-ամյա Աբիր Էլ-Սաղիրին ֆուդ-բլոգեր է, որի հերթական ինստագրամյան ռիլը հայտնվել է ոչ միայն հայերի, այլև թուրքերի ու ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում։ Միանգամից վայնասուն են բարձրացրել մեր հարևանները տեսանյութի մեկնաբանությունների բաժնում, թե կերակուրնել, երգնել, տարազնել ադրբեջանական են։ Տեսանյութում ղափամայի պատրաստմանը զուգահեռ հնչում է ուտեստին նվիրված երգը Գոհար սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սա ադրբեջանական խոհանոց է, ավելին ասեմ, նույնիսկ երգն է ադրբեջանական, Ղարաբաղն Ադրբեջան է։ Ես ափսոսում եմ, որ հետևում եմ ձեզ, սա հայկական ուտելիք չէ, նրանք գողացել են Ադրբեջանից։ Ադրբեջանցիների պորտը մի լավ տեղն է դրել Գոհարը, որն անձամբ է մոդելավորել, կարել ու վաճառել հայկական ազգային հագուստը լիբանանցի աղջկան։ Ես ունեմ հագուստի պատրաստման ամբողջ լուսանկարները, վրայի նախշը հենց ամուսնուս հեղինակային աշխատանքն է, իրենք ոչ մի ձև չեն կարող դա նույնիսկ կրկնել։ Գոհարը Վանաձորի իր փոքրիկ արտադրամասում է կարել տարազը, չիմանալով նույնիսկ ում համար է կարում։ Պատվերը Լիբանանից օնլայն է ստացել, դե այդպես շատ է լինում, ասում է, դրսից տարազի պատվերներ շատ է ստանում։ Ինքը բոլոր մեր տարազային հագուստներից նախընտրեց Սյունիք Արցախյան տարազը, տարազախումբը, որի վրա ասեղնագործված է արցախյան գորգանախշը, խաչկար ասեղնագործությամբ։ Facebook-ը թերթում էի ու միամիտ ընկերների սկսված հոլովակում տեսնում եմ շատ ծանոթ հագուստ, մի երկու անգամ նայում եմ ու հասկանում եմ, որ դա իմ հագուստն է։ 50,000 դրամ է լիբանանցի աղջկա գնած տարազի արժեքը, $240 է Գոհարը վաճառել, հաշվի առնելով ճանապարհածախսը։ Հենց միայն փոստի արժեքը 32,000 դրամ էր։ Եթե Հայաստանում են վաճառվում է 50,000 դրամով, բայց եթե արտերկիր, մանավանդ Լիբանան, երբ ավելի փոստային ծառայությունը թանկ է, այդ դեպքում բնականաբար գինը փոփոխվում է։ Գոհարը հատուկ է էժան վաճառում իր կարած տարազները, որպեսզի բոլորն էլ հնարավորություն ունենան գնելու հայկական իսկական ազգային հագուստ առանց թուրքական խառնիխուռն կտորների։ Ինձ համար շատ մեծ հաղթանակ է։ Ինչքան որ կարող եմ, ես հասանելի դարձնեմ իրական հայկականը, մարդկանց կտրեմ թուրքական խառնիխուռն, չգիտեմ, կտորներից, մեր ձևափոխված մշակույթից, տարածեմ իսկական ազգային։ Պատերազմի օրերին Գոհարը կարի իր արտադրամասում հանգիստ չի նստել։ Տաք հագուստներ է կարել, ուղարկել առաջնագիծ վերմակներ արցախահայերի համար։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։